Այս տղան զոհվել է Արցախում, իր հայրը Արա Ռոստոմյանը, ձերբակալված է հիմա, ես այդ տղայի համար եմ եկել, դուք ինչի համար եք եկել այստեղ, կասեք, զուտ ես հարցնում եմ ձեզ, տեսեք ոչ, բայց ես ոչ, ինչու, ինչ կապ ունի, ես ներողություն, վիրավորում եմ, ինչ-որ ես հարցը զուրիշ չեմ հարցնում, այդ ամենը մեկ հարցի եմ ուզում պատասխանել, ես եկել եմ Արա Ռոստոմյանի համար, Ռոստի հոր համար, որը հերոսի հայր է, որի տղան զոհվել է Արցախում, ուզում իմանամ, մեզ պաշտպանող ոստիկաններ ինչի համար են եկել այստեղ, չէ՞ որ դուք Հայաստանի Հանրապետության բողոք ոստիկան, ինչն ասես այստեղ հասարակական կարգը խաթարում, ասեք խնդրեմ, չէ, դուք հասարակական կարգ, դուք պահպանում եք քննչականի դռները, ուզում հասկանամ, ինչի համար են եկել ոստիկաններ այստեղ, զուտ ես տալիս եմ անմեղ հարց, ակնկալում եմ ուղիղ պատասխան, ես ասացի, ես ներկայանամ Լուսինե Հարոյան, ես եկել եմ այն զոհված ընտիր տղայի համար, Ռոստի համար, որի հորը հիմա ձերբակալել են, մեր հարգարժան ոստիկաններ ինչի համար են եկել, ուզում եմ իմանալ, ինչի համար եք եկել, հասարակական կարգը դուռը պաշտպանելն է, կգաք իմ տան դուռը պաշտպանեք, կգաք իմ դուռը պաշտպանեք հասարակական կարգը, Չէ, դուք դուռն եք պաշտպանում, դուք ապահովում եք, դուք ապահովում եք քննչական կոմիտեի անօրինական գործողությունները, կա նման բան, եւ դրա համար էլ դուք չեք կարողանում ուղիղ հարցին ուղիղ պատասխան տալ, ասում եմ, այս մարդիկ եկել են ինչի համար, դուք ինչի համար եք եկել դա ուղիղ չի, ես արդեն 7 տարի այդ հարցը ձեզ տալիս եմ, դուք 7 տարի միայն դա եք պատասխան, դա ուղիղ պատասխան չի, դա ամենը ձեր լղոզված անիմաստ պատասխանն է, ես կարծիք չեմ, հարգարժան ոստիկան, ես հարց եմ տալիս, դուք կարծիքն ու հարցի դպրոցում անցել եք, սովորել եք, հաստատական նախադասություն եւ հարցական։ Մեր գործունեության հետ կապված։ Այո, ասում եմ, ես եկել եմ այստեղ Ռոստի համար, որովհետև իր հորը Արա Ռոստոմյանին, չգիտեիք էլ անգամ, իմացեք, Արա Ռոստոմյանի, որ ձերբակալել են, հերոս զոհված տղայի հայրն է ինքը։ Ասում եմ, ես եկել եմ այստեղ իր համար, դուք ինչի համար եք եկել այստեղ։ Հասարակական կարգը ապահովելու։ Պարզա չէ պատասխանը, խնդրեմ։